Ինչ են սովորացնում դպրոցում։ Թվային գրագիտություն սովորացնում են, որ իմանան, որ ամեն մի շարժվող բանի վրա պետք չի կլիկ անել։ Որ երբ որ Դոնալդ Թրամփ անունով մեկը ձեզ գրում է եւ ամուսնության առաջարկություն է անում, հետո ասում է մի քիչ փող տու, պետք չի այդ Դոնալդ Թրամփին փոխանցել։ Թվային գրագիտություն սովորացնում են, չեն սովորացնում։ Արհեստական բանականություն, AI սովորացնում են, չեն սովորացնում։ Իսկ դասատուները AI-ից գաղափար չունեն, Հայաստանի դպրոցի մեծ մասը դասատուների չգիտի օգտվել AI-ից։ Որ ասես prompt engineering-ը ինչ է, ասես կնայի դեմքիդ։ Չգիտի, առաջին անգամ լսա։ Հաջորդը դպրոցներում կոմունիկացիա սովորացնում են, որ նայում ես կողքից երկու մարդ խոսում են, հասկանում ես, որ ոչ մեկն է մյուսին հասկանում, ոչ ես մյուսն է այս առաջինին հասկանում, բայց իրար հետ խոսում են։ Բայց չկա կոմունիկացիա։ Երբ որ չկա կոմունիկացիա, արդյունավետության մասին կարելի է մոռանալ։ Եվ արդյունքում Հայաստանի հնան մեկ շնչի հաշվարկով 10 անգամ պակաս է զարգացած երկրների հնայից։ Կոմունիկացիա չեն սովորացնում դպրոցում։ Թիմային աշխատանք սովորացնում են դպրոցում։ Ոչ։ Թիմային աշխատանքի համար երեխեքին անբավարար են նշանակում։ Մեկը մյուսից արտագրեց, ասում են արտագրեցիր, քեզ երկուս ենք դնում։ Բայց դա թիմային աշխատանք է։ Երբ որ աշակերտը աշակերտից արտագրում է, այդ աշակերտին պետք է մի բան էլ գովալ, ոչ թե պատժել։ Ռիսկի գնալ դպրոցներում սովորացնում են։ Որևէ մեկը դասատուներից քանի անգամ է կյանքում մի տարվա մեջ ռիսկի գնում։ Ռիսկը ամեն ինչ է։ Հաջողության բաղադրիչ տարր ռիսկը սովորացնում են, չեն սովորացնում։ Բովանդակություն ստեղծել սովորացնում են դպրոցում, չեն սովորացնում։ Բանակցելու հմտություն սովորացնում են դպրոցում, չեն սովորացնում։ Սրանք абստրակտ բաներ չեն, սրանք կյանքից վերցրած ամենակարևոր հմտություններից մի քանիսն են, որոնք դուք բոլորս ամեն օր օգտագործում ենք։ Մենք այդ հմտությունների կարիք ունենք ամեն Աստծո օր։ Մաթեմատիկա սովորացնում են, հիմա կասեք սովորացնում են, չեն սովորացնում։ Այն մաթեմատիկան, որը սովորացնում են դպրոցում, ոչ մեկին պետք չի ամենօրյա կյանքում։ Տոկոս սովորացնում են, չեն սովորացնում։ Ուզած այդ մարդու հարցրեք, 220%-ը ինձ ասա։ Չգիտեն, 220%-ը 3-նա, 40-նա, թե 198-նա։ Այդ հարցին մարդկանց մեծ մասը չի կարողանում միանգամից պատասխանի, որովհետև չեն սովորացնում թվերի ընկալում։ Դրա համար ազգի կեսը վարկի տակ է, որովհետև չի հասկանում ինչ է նշանակում 24%-անոց վարկ։ Իմ հետ պատահել է, որ բանկի աշխատողը եկել է, ինձ հպարտորեն ասել է, որ ինքը 70% վարկի տակ է տարեկան։ Երբ որ ես իրան ասացի, գիտես ինչ բարեկամս, դու չես կարող 70% լինի տարեկան։ Ասես, չէ, 70% տարեկան ես վարկի տակ եմ։ Վերջը թղթերը նայեցի, տեսա, որ ինքը բանկի աշխատող, որ ինքը 3 տարում է 70%-ը տալու, որը էլի շատ վատ թիվ է։ Եվ ինքը ինձ հպարտորեն ասեց, բայց ես 70-ը ճիշտ է, չէ՞ հիշում։ Դեբիլ։ Այն ինչը սովորացնում են դպրոցում, ոչ մեկին պետք չի։ Եվ այն ինչը մարդկանց պետք է, չեն սովորացնում դպրոցում։ Եթե ձեզ թվում է, որ դպրոցում լավ սովորելով դուք կյանքում հաջողության եք հասնելու, ես ձեզ մաղթում եմ ամենալավ բաները եւ վստահացնում եմ, որ դուք հայտնվելու եք շատ վատ տեղում։ Ձեր հաջողությունը բացառված է, եթե դուք ձեր հույսը դնեք դպրոցի գիտելիքների վրա։ Եթե իրոք ուզում եք հաջողության հասնել, դուրս եկեք դպրոցից, գնացեք սովորեք այն, ինչ որ ձեզ պետք է գալու ռեալ կյանքում, ոչ թե ձեր քիմիայի դասատուի պատկերացած կյանքում։